Պարոն Վարդևանյան, այստեղ կան պատգամավորներ, ովքեր ամբիոնից մեզ ասում են մանդատագողներ եւ դա ապացուցելու բեռը դնում են ձեր վրա։ Ես իհարկե փորձեցի Տիկին Խամոյանին բացատրել ապարդյուն, որ երբ նա ամբիոնից ասում է մանդատագողներ, պետք է հաշվի առնի, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնությունը դա լսելով ասում է, որ եթե նույնիսկ Տիկին Խամոյանը ճիշտ լիներ, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նախագիծ Գագիկ Ծառուկյանին դա քիչ է, այլ բառերով ասած հասնում է։ Բայց քանի որ դուք այդ բառապաշարով չեք խոսում, խոսենք ընտրական օրենսգրքից, կարող եք ձեր դիտանկյունից բացատրել, թե ինչ է օրենսդիրը ուզեցել ասել եւ անել, երբ օրենքում գրել է, որ անվավեր արդյունքներով ընտրատեղամասերի քվեարկողների, այսինքն քվեարկության մասնակիցների, մեր քաղաքացիների թիվը, այն ընտրատեղամասերում, որտեղ արդյունքները կճանաչվեն անվավեր, վերածվում է անճշտությունների թվի եւ այնուհետեւ այդ անճշտությունների թիվը գումարվում է այն հայտարարին, այսինքն ամբողջ հանրապետության բոլոր ընտրած քաղաքացիների թվի եւ միայն այդ ավելի ուռճացված հայտարարից հաշվվում է շեմը, ինչ որ ուժի համար 4%, ինչ որ ուժի համար 7, ինչ որ ուժի համար 8։ Տիկին Խամոյանը կարող է ձևացնել, թե ինքը չգիտի հայտարարը ինչ է։ Դուք չեք կարող, գիտեք ինչու, որովհետև ինչպես նախորդիվ նշել էի, դուք շեմը, որից պիտի հաշվվի բոլորիս տոկոսները, նախորդ գումարման սկզբում այդ հայտարարը ուռճացրել սարքել եք աշխարհասփյուր 10 միլիոն հայությունը, ու մեր տոկոսը այդ հայտարարի նկատմամբ էիք փորձում իհարկե քաղաքականապես ոչ թվաբանորեն, բայց ես խնդրում եմ պատասխանել իմ օրենսգրքին վերաբերող հարցերին, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Իդեպ ես դիտեցի 21 թվականին իմ կողմից արված հայտարարությունը եւ հետաքրքիր է ինչի համար դուք դրան նախորդած հայտարարություններին անդրադարձ չեք կատարում։ Նախորդած հայտարարությունը նա էր, որ դուք ներկայացնում էիք դիրքորոշում 21 թվականին, որ դուք ներկայացնում եք ամբողջ Հայաստանի աշխարհասփյուր հայությանը։ Իդեպ այդ ռետորաբանությունը այս 9-րդ գումարման ազգային ժողովի առաջիկա դեռևս չգիտեմ օրերին կարող է փոխվել, բայց մինչ այս բանը չեք իրացնում։ Ես չգիտեմ, դա նրանից է, որ ամեն դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալներով 49%-ն է կազմում ձեր ստացած քվեն, իսկ 21 թվին այլ էր թիվը, միգուցե դրանով է պայմանավորված։ Ես այդ մտքին հակադարձումն եմ այն ներկայացրել։ Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքի անճշտությունների հաշվարկման հարցին, քանի որ սահմանադրական դատարանում նշված հարցը քննարկվում էր, եւ իդեպ նշված հարցի վերաբերյալ նաեւ սահմանադրականության հարցեր բարձրաձայնվում, թե արդյոք անճշտությունները, որը իդեպ անճշտությունը երբեք Հայաստանի Հանրապետության իշխանությունը կրողների հետևանքով չի լինում։ Դա կազմակերպչական բնույթի հարց է։ Պայմանական եմ ասում։ Այո, այն իմաստով, եթե քաղաքացին գալիս է եւ քվեաթերթիկը անվավեր է դարձնում իր կամքով, այո, այդտեղ ներգործությունը անձինն է։ Մյուս դեպքերում անճշտությունները հիմնականում կազմակերպչի պատասխանատվության տիրույթում են, ինչ որ իմաստով ԿԸՀ-ի։ Բայց ինչի համար մենք խոսենք անճշտությունների մասին, երբ խոսում ենք ԲՀԿ-ի մասին։ Ես ձեզ կխնդրեմ ընտրական օրենսգրքի մեկ այլ կարգավորումը վկայակոչեք, որ եթե ընտրատեղամասի արդյունքները անվավեր են ճանաչվում եւ այն ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա էական ազդեցություն է ունենում, ինչ պետք է տեղի ունենա վերաքվեարկություն։ Իդեպ այս մասով Տիկին Կարապետյան, ես լսել եմ ձեր հրապարակայնորեն ներկայացված մեկնաբանությունները, որով դուք հերքում էիք ընդհանրապես վերաքվեարկության հնարավորությունը, որ ԿԸՀ-ն ճիշտ է արել, որ չի արել եւ այլն։ Ես առաջարկում եմ մի իրավական մշակույթ, որը իսկապես մեր երկրում կփոխի շատ հարցեր։ Եկեք ինչ որ դեպքերում, երբ կա երկու իրար հնարավոր տարբերվող մեկնաբանություն, դիմենք անաչառ կողմին։ Դա որպես կանոն դատարաններն են։ Ընտրական նշված խնդրո առարկա տեղամասի վերաբերյալ կա դատական ակտ, որտեղ բառացի եմ ցիտում, գրված է հետևյալը. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստիպված է լինելու իրականացնել վերաքվեարկություն նշված ընտրական տեղամասում։ Եթե վերաքվեարկությունը տեղի ունենար, ինչ էր լինելու։ Մի հատ ինձ կասեք, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը փուլ էր գալու։ Հայաստանում ընտրական գործընթացը 26 թվականի տապալվելու էր,
Ինչ կլիներ, եթե լիներ վերաքվեարկություն։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան։ Կասեք այդ հարցի պատասխանն իմ կողմից ձեզ ուղղված։ Արձագանք Տիկին Կարապետյան։ Անպայման կասեմ, բայց ելույթի տեսքով, պարոն Վարդևանյան, երբ վարչապետ Փաշինյանին հարցնում են, արդյոք ինքը Լեռնային Ղարաբաղի հայության անունից կարող է բանակցել, նույնիսկ այդ լրջագույն հարցում նա ասում էր, որ ընտրվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից, ինչը բացարձակ ճշմարտություն է։ Հիմա դուք այստեղ չգիտեմ ինչ եք կարդացել մտաբերում, որ մեզնից որևէ մեկը երբևէ ասած լինի աշխարհասփյուր հայերին է ներկայացնում, դա անհնար է, որովհետև մենք չենք կարող որսալ աշխարհասփյուր հայերի քաղաքական հայացքները եւ դրանք շատ տարբեր են։ Բայց ես ուրիշ հարց էի տվել, ես առհասարակ դեռ չէի հասել վերաքվեարկության անհրաժեշտության հատվածին, սենց շատ կետային ընտրական օրենսգրքից հարց էի տվել, ասում էի օրենսդիրը ինչ է ուզեցել անի, որ ասելա, որ երբ որ ընտրատեղամասի արդյունքները անվավեր են դառնում, բոլոր մասնակիցների թիվը վերածվում է անճշտությունների, ասենք այս պարագայում 4000 ընտրողները օրենսգիրքը պահանջում է գումարել անճշտությունների թվին։ Եվ այնուհետև դա ավելացնել այն հայտարարին, որից պետք է հաշվվի բոլորիս շեմը։ Այս հարցին եմ խնդրում պատասխանել, ես ձեր հարցին անպայման ելույթի տեսքով կպատասխանեմ, բայց դուք էլ իմ հարցին պատասխանեք։ Շնորհակալ եմ Տիկին Կարապետյան, եւս մեկ անգամ ընդգծեմ, ես ի սկզբանե այդ հանգամանքը նշեցի։ Օրենսդրի կամքը որն է եղել, սահմանադրական դատարանում, սահմանադրական արդարադատության քննության առարկա էր հանդիսանում, ավելին, եթե նայեմ դասական իմաստով նշված հարցը պետք է ուղղված լիներ առաջինը կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը ոչ թե պետք է օրենսդրի կամքը բացահայտեր, այլ գործնականում դրա մեկնաբանման հնարավորությունը բացահայտեր։ Եթե նայում ենք արդյոք այդ մոդելը, որը կա, բխում է բոլորի հավասար մասնակցության, մրցակցության մոտեցումից եւ դա է ունեցել որպես կամք եւ նպատակ օրենսդիրը, միգուցե։ Բայց ես կռահելով ձեր հարցը, որտեղ է ի վերջո գալիս, որովհետև այս ընտրական գործընթացում անճշտության հանգամանքը պայմանավորված անվավեր ճանաչված ընտրական տեղամասի արդյունքներով, իդեպ որից թվով 2 ընտրական տեղամասի արդյունքների անվավեր ճանաչումը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է եղել, որ ԿԸՀ-ն է արել։ Եվ դրա հետևանքն էլ իրականում մի խմբակցության դուրս մնալն է եղել։ Սա փաստ է։